Վահանն ասաց այսօրվանից 2 հապ պիտի խմես։ Իրենք ասեն, որ խմել ես, լավ։ Իսկ կարող է տեղերը փոխենք կամ հիվանդանոց տեղափոխենք։ Գիտես։ Ո՞նց եք, այս տանն ես տեղես։ Հա, պապ ջան։ Եթե Նարինեն կա, ես ինչի համար եմ գալու։ Հիմա արդեն դուք եք խնամելու։ Չգիտեմ ինչի համար եք ես ամեն ինչ անում, բայց հաջորդ անգամ ավելի ուշադիր եղեք։ Բելան հոդված է գրել այդ ապահովագրությունից ու պետությունից ամենական գողացած փողերի մասին։ Այդ մարդիկ շատ մեծ խնդիրների առաջ են։ Ես Դավիթին խնդրելու եմ, որպեսզի պարզենք, թե ինչ է կատարվել այդ երեկո այդ բնակարանում։ Ընդամենը 2 հատ։ Ասացի ոչ, ես քեզ ոչինչ չեմ ասելու։ Որոշում կայացնելուց վստահ ես, որ ճիշտ ես անում։ Ոչ թե այն պատճառով, որ համարձակ ես, այլ որովհետև այդ պահին ամեն ինչի բացատրությունը ունես։ Բացատրություն գտնելը հեշտ է, եթե հավատում ես արածիդ։ Որովհետև երբ դու ես ինքդ քեզ հետ խոսողն ու լսողը, ճշմարտությունը կարելի է ճկուն դարձնել ու հարմարեցնել քեզ։ Հերքողներ չկան։ Հետո երբ ետ ես քաշվում, ինքդ քեզ համոզում ես, որ դա խոհեմություն է, ոչ թե փախուստ ու էլի հավատում ես քեզ, որովհետև պիտի ինչ-որ բանի հավատաս։ Ամենավտանգավորը, երբ համոզել ես ամբողջ աշխարհին ու ընդամենը մի փոքր հայելու կտոր, որտեղ անզգուշությամբ տեսել ես հայացքդ փոխում է ամեն ինչ, որովհետև ինչքան էլ բարձր գոռաս, ամենակարևոր մտքերը աչքերի մեջ են, որ թաքցնում ես բոլորից։ Այսքան ժամանակ մեր ուժը ոչ մի բան չի ասել, ուղղակի լռել է, մտածել է, որ ոչ մի բան հնարավոր չի փոխել, չի ուզել, որ սկսենք փորփրել, հատկապես մորս մահից հետո ոչ մի բան չի ուզում։ Ձեր մասին իրան բան չեմ ասել, գիտեմ, որ դեմ կլինի, ուղղակի հարցեր եմ տվել։ Իսկ ինչ-որ բան ասել է։ Ես էլ մեր ուժին չեմ հասկանում, սկսեցի հարցեր տալ, խառնվեց իրար, չէր ուզում խոսել, բայց մի բան հստակ ասեց։ Այդ տանը Վահանն ու Հրաչը չեն եղել, հետո են եկել։ Այդ պահին Արամն ու Ալիսն են եղել։ Արամը չկա։ Մնում է Ալիսը։ Ես չգիտեմ ինչ այսքան ժամանակ չի ասել։ Դատի ժամանակ ասում էր, որ երկուսով են եղել։ Բոլորը գնացել են, մնացել Արամի հետ, որ խոսեն։ Հետո ուրիշ բաներ ասում, որ առաջին ասածի հետ չէր համընկնում, բայց հաշվի առան, որ մեղքը խոստովանում է։ Բայց հիմա ստացվում է, որ Ալիսն է սպանել։ Բայց Ալիսը Արամի նշանածն է եղել, իրանք սիրել են իրար։ Հա, այնքան են սիրել, որ հետո Արամի ընկերոջ հետ ամուսնացավ։ Անի ջան, եկեք այն ինչ ինձ եք ասել, ուրիշ ոչ մեկին մի ասեք, բայց վստահ եղեք, որ ես զբաղվում եմ այս գործով։ Շնորհակալ եմ շատ, որ ասեցիք։ Սպասեք զանգիս։ Հիմա միակ հույսս դուք եք։ Կզանգեմ։
քո վիճակը սրանով ավելի բարդացրիր։ Ես չէի ուզում։ Բարև, պապ ջան։ Բարև տղես, նոր ես գալիս։ Հա։ Մամա ոնց է։ Քնած է։ Ուզում եմ Բաքվում նոր տաղավար ու ամառային խոհանոց ունենանք։ Ասել եմ չափերը վերցնեն ու տարբերակներ քննարկենք։ Կարծում եմ սիրուն կլինի։ Իմ ու Ալիսի առավոտյան սուրճի համար նոր տեղ եմ պատրաստում։ Լավ բան ես մտածել, պապ ջան։ Լավ, մոտենամ տեսնեմ ինչ են անում։ Ասել էի կտանեմ ես քեզ։ Դե ես արդեն գնացի հետ եկա։ Համել մեքենա ունեմ արդեն։ Շատ լավ է։ Նարինեն ներսում է, եթե սուրճ կուզես, ասա թող պատրաստի։ Բարև ձեզ, տիկին Նարինա։ Բարև ձեզ։ Բելա, Այո, ինչպես եք։ նորմալ, շնորհակալ եմ։ Նարինե, ինչ ջուր կտաս։ Բելա ջան, այստեղ եղի, հիմա կբերեմ։ Տիկին Ալիս, լավ եք։ Չէ։ Լավ չէ։ Չէ, ես լավ չեմ։ Շատ վաղուց լավ չեմ։ Երկար տարիներ լավ չեմ, ինձ վատ եմ զգում։ Հիմա ոչ մի բան չեմ զգում, ես շատ վատ եմ։ Ուզեք բժիշկ կանչեմ կամ Դավիթին ասեմ գա։ Դավիթի հետ ինչ գործում ես։ Չասես Դավիթին։ Դավիթին չասես։ Չասես Դավիթին, Բելա, չասես Դավիթին։ Չեմ ասի, անից տեղեք։ Ես կարող եմ մի բան անել։ Ես շատ վաղուց ես վիճակում եմ, ինձ ոչ ոք չի բրկի։ Ես շատ վատ եմ, շատ։ Ես պատասխան եմ տալիս իմ մեղքերի համար։ Չես կարող մեղ գործել ու հանգիստ ապրել։ Նարինե ջուր, Նարինե ջուր։ Տիկին Ալիս, ինչ ա եղել, երեք լավ էիք։ Քնամ, Բելա, պիտի քնեմ։ Թող ոչ ոք չկա, գնամ։ Տիկին Ալիս, ինչ մեղք, ինչի մասին էիք խոսում, ինչ Գնա, գնա։ Տիկին Նարինա, դուք վաղուց եք այս տանն աշխատում։ Շատ վաղուց։ Դավիթի ծնվելուց մի շաբաթ հետո ես արդեն այստեղ էի։ Իսկ ոչ մի տարօրինակ բան չեք նկատել։ Տարօրինակ։ Օրինակ ինչ։ Դե օրինակ տիկին Ալիսը իրան նման չէր։
Հասկանում եմ, որ վատ է, բայց երբեք սենց չի եղել։ Ինչ ա կատարվում, երեք լավ էր։ Տես, ամեն ընտանիք մի մութ աշխարհ է, ու պետք չի խառնվել։ Ես որ այսքան տարի այստեղ եմ, միևնույն է, հարցեր կան, որոնց չեմ խառնվել, ու չեմ խառնվում։ Բայց գուցե խնդիրը հենց այդտեղից է գալիս։ Կարող է ժամանակին խոսայիք ու ամեն ինչ այսքան չբարթանար, տիկին Նարին է։ Ամեն բան չի, որ կարելի է կամ կարող ես ասել։ Բայց ձեզ այս տանը մեծ տեղ են տալիս։ Որովհետև ճիշտ պահին լռել եմ։ Իսկ չեք կարծում, որ դա սխալ է։ Մենք երկուսս էլ հասկանում ենք ինչի մասին ենք խոսում։ Տիկին Ալիսը շատ վատ է, իսկապես իրան շատ վատ է զգում, ինքը օգնության կարիք ունի, ինչի եք լռում։ Կամ Դավիթը չի նկատում այս ամեն ինչը։ Տարօրինակ չէ՞ այս ամեն ինչը ձեր համար։ Մի բան պիտի խնդրեմ։ Դավիթի հետ ոչինչ չխոսես։ Ինչի համար։ Ինչի եք լռում։ Հասկանում ես, Վահանին քիչ թե շատ սթափեցնում ա Դավիթի այստեղ գտնվելը։ Եթե Դավիթը հանկարծ իմանա իրականում ինչ ա կատարվում, Վահանին էլ ոչ մի բան չի կանգնեցնի։ Ինքը չի ներեն մարդուն պատճառով պիտի կորցնի Դավիթին։ Վահանը հիվանդ է Դավիթով։ Դավիթն իր համար ամեն ինչ է։ Ու եթե հանկարծ Դավիթը երես թեքի հորից, Վահանը ոչ մեկի չի ների։ Կարծում եմ հասկանում ես, չէ՞։ Ես էլ ինձ լավ չեմ զգում, աղջկաս պիտի վիրահատեն, Հայաստան պիտի գնամ, դե, պարզ է, որ դու պիտի մնաս Ալիսի մոտ, այնպես արա, որ երկար մնաս, Ալիսին հանկարծ մենակ չթողնես։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ-որ բան է եղել, բայց թե ինչ ոչ ոք չգիտի։ Ես էլ եմ Ալիսին հարցրել, ինչով կարող եմ օգնել, չի թողել։ Ասել է, որ ինքը Վահանին պարտք է։ Վահանն ինչ էլ անի, Ալիսը պարտք է Վահանին, այնպես որ չխառնվես, ոչ մի բանի չխառնվես։ Բա որ հետո ավելի վատ լինի, ոնց ես քեզ ներելու։ Front door open. Մամատ քեզ էր հարցնում։ Մամ, Դավիթ, ինչ որ բան ա եղել, ինչ է սենց։ ոչ մի բան Դավիթ, ուզում եմ հանգստանամ, գնա։ Տիկին Ալիս, խնդրում եմ ձեզ կիսվեք Դավիթի հետ, ինքը իրավունք ունի իմանա։ Այսինքն, ինչ պիտի իմանամ։ Տիկին Ալիս, խնդրում եմ։ Տարես աղջկան։ Տիկին Ալիս, Դավիթին ասեք, պատմեք ինչի եք վատ։ Խնդրում եմ ձեզ, ինքը ձեզ կօգնի։ Դուրս տարես աղջկան։ Տիկին Ալիս։ Ոնց գնա ասում եմ։ Գնա։ Ինչ որ բան քեզ պետք է, մամ։ Իսկ ես խնդրել էի, որ չգա։ Էլ չի գա, մամ։ Ինչ որ բան ա եղել, մամ։ Բան կա, որ ես չգիտեմ։ Հաստատ, մամ։ Քնի, մամ, դու քնի։ Մամ Բելան ասաց, որ ինձ ես ուզել տեսնել։ Դու ես ինձ կանչել։ Ոչ, ես խնդրել էի, որ ինչ անհանգստացնելու ոչ ոք չգա։ Դուք սխալ եք անում։ Ինչ էլ ասեք, ինչ էլ բացատրեք, այս ամեն ինչը սխալ է։
Ինչ ա եղել։ Տիկին Ալիսը լավ չի։ Ես չգիտեմ սրանից առաջ ինչքան վատ ա եղել, կարող է ավելի վատ ա եղել, որ այս ամեն ինչը ձեր համար նորմալ ա, բայց այս նորմալ չի։ Այս ամեն ինչը մնալու է այն բոլոր մարդկանց խղճին, ովքեր գիտեն ու լռում են։ Ես խնդրել էի քեզ չխառնվել։ Ինչի ես խառնվում։ Լավ կանես ելես տուն չգաս։ Ու դրանով հարցը կլուծվի։ Մնա վերջ։ Ալիսը հենց հիմա շատ վատ ա։ Ես գիտեմ, որ մի քանի օր ինքը իր դեղերը չի խմել ու այսօր խմել ա, ու այդ շատ վատ ա անդրադարձել իր վրա։ Ուզում եմ հասկանամ ինչքան։ Երբ եք խոսալու այն ժամանակ, երբ որ ամեն ինչ վատ լինի։ Չես հանդարտվել։ Նարինե, Ես խնդրել էի, որ թողնեն Ալիսը հանգիստ քնի։ փաստորեն չես խոսելու։ Չհասկացա ինչ պիտի ասեմ։ Ասես այն ինչ որ ինձ ասեցիր։ Լսիր, Ալիսն ամբողջ կյանքում տառապել ա։ Ես չգիտեմ ինչ ա արել ու ինչ ա եղել, բայց մեծ դժվարությամբ ա բուժվել ու հիմա էլ շատ մեծ դժվարությամբ ա ապրում։ Ոչ մեկ իրավունք չունի խառնվելու իրենց կյանքին։ Հիմա Դավիթն էստեղ ա ու արդեն Ալիսը լավ կլինի։ Մի մտիր միտեղ, որտեղ տեղ չունես։ Ինչ էր ասում Բելանը։ Չհասկացա։ Հաստատ։ Հաստատ Դավիթ ջան։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Մաման լավ չի։ Բելան ասում է, որ ինչ-որ բան պիտի իմանամ։ Հետո քեզ է համոզում, որ ինչ-որ բան ասես։ Հիմա ես ասում եմ, որ դու էլ ոչ մի բան չես հասկանում։ Ինձ կբացատրեք ընդհանրապես այս տանը ինչ է կատարվում։ Դավիթ ջան։ Ուզում եմ ասել, ես վաղել չեմ գալու։ Հիշում ես, ասել էի քեզ, երևի մոռացել ես։ Աղջկաս եմ վիրահատում, Երևան պիտի գնամ ու թռիչքս այսօր ա։ Դե դու արդեն էստեղ ես, մամայի մոտ։ Հասկանում եմ, գործեր ունեք, ներս ու դուրս եք անում։ Բելան էլ երևի էլ չի գա։ Նորմալ է։ Արդեն լավ ես, մամ ջան։ Բայց դու ճիշտ ես, բուժումները ինձ չեն օգնում, Դավիթ ջան։ Այսօր բժիշկը եկավ, ինձ նոր դեղ տվեց ու դրանից հետո ես ավելի վատ եմ։ Ալիս ջան, այսօր բժիշկ չի եկել։ Չհասկացա, պապ։ Այսօր բժիշկը եկավ, ինձ նոր դեղ տվեց ու ես դրանից հետո վատ եմ։ Պապ։ Ուզում ես ոնց ստեղ խոսենք այդ մասին։ Մոռացար, որ Բելային էլ չէր ճանաչել։ Ես քեզ բացատրել եմ, որ Նույն բժիշկն է։ Գրիգորյանն է։ ինքն է։ Ուզում եմ խոսամ հետ։ Վիրավորում ես ինձ։ Ես քեզ ասում եմ բժիշկ չի եկել, ես առավոտից տանն եմ եղել։ Ու հետո ինչի պիտի գար եթե չեն կանչել։ Հասկանում եմ, բայց պիտի խոսեմ։
Ցավեցիր։ Չէ՞ Բարի գալուստ Գորջան։ Բարև Բելջան։ Ուրախ եմ որ եկել ես։ Բաս Սոֆան ինչ ուրախ է։ Գնամ փոխվեմ գա։ Շատ ուրախ ես։ Հանգիստ, ես նորմալ է։ Չմոռանանք, որ մեղավորը դու ես ու պիտի քայլ առ քայլ աղջկան հետ բերես։ Հեշտ չի լինելու։ Դու ոնց որ շատ ես շփվել Սոֆայի հետ։ Երդվում եմ, ես չգիտեի, որ գալու են։ Բայց հետո իմացար, չէ՞, ու կարայր ինձ զանգեիր, զգուշացնեիր, որ չգայի կամ ուշանայի։ Մի բան գտար։ Չկա։ Մարկը շատ վատ եմ զգում, ոնց որ խափում ենք աղջիկների, ինչ որ թաքուն բաներ ենք անում։ Իրանց ենք փրկում գոր։ Վերջապես։ Ոնց ես։ Նորմալ։ Նայեք ինչ գինի են բերել, հայկական տնական։ Դե քանի որ ոչ մեկը չի ֆայմում առաջարկի, ես կառաջարկեմ, եկեք խմենք իմ վերադարձի կենացը։ Ճիշտ է ասում։ Ոնց ասեցի, իմ վերադարձի կենացը։ Բարով ես եկել։ Շնորհակալ եմ։ Ես էլ հաստատ պատվերն է։ Ով էր սոված։ Սով նոր դու կռիվ չէիր անում հաց ուտելու համար։ Ահա։ Իմ սիրած ուժները։ Եվ գնանք սեղան գցենք։ Մտածում ես հետևից գալու են։ Չգիտեմ։ Երկու բառով ասա տեսնեմ ինչ ա եղել։ Երկու բառով չի լինի։ Արդեն սկսում եմ վախենալ։ Լսում եմ։ Բարի օր բժիշկ։ Դավիթն է բայնան։ Բարի օր Դավիթ ջան, իմացա որ եկել ես։ Լավ են գործերդ։ Լավ են, շնորհակալ եմ։ Բժիշկ, դուք այսօր եկել եք մամային նոր դեղ եք տվել։ Մաման հիմա իրան լավ չի զգում։ Կարողա դեղերը չի ընդունել։ Ես այսօր Ալիսին չեմ տեսել Դավիթ ջան։ Կարիք կա որ գամ։ Չէ, ամեն ինչ կարգին է, շնորհակալ եմ։ Հաջողություն։
Ես չեմ հասկանում, մաման այդ ինչքան պիտի վատ լինի, որ չհիշի իրան տեղ տվել են, թե չէ։ Կներես, բա։ Ինձ թվում է կհասկանաս ինձ։ Մայրս է։ Ես կուշտ եմ ու երջանիկ։ Դե եկեք մի բաժակ է խմենք ուրեմն։ Ես չեմ խմում։ Ասում հայկական տնական գինի, ասում չեմ խմում։ Չի ուզում թող չխմի։ Դե դուք գիտեք, ես ու Սոֆաս կխմենք։ Ես հայկական խմիչքների սիրար եմ, Սոֆան էլ ուտելիքի, չէ՞։ 1000 տարվա ընկերուհիդ է, գիտես չէ՞ ինչա սիրում ուտել։ Ողմա։ Ոչ, խաշ։ Սկսվեց։ Հա բայց ես քեզ դրա համար էլ սիրում եմ։ Ինձ կներեք, ես հեռախոսս մոռացել եմ սենյակում։ Կարող է գնանք աղջիկներն էլ հանգստանան։ Ես ու Բելան պետք է խոսանք։ Իսկ կարող է վաղը խոսեք։ Այսօրվա գործը որ վաղվան ես թողում, վաղը չի գալիս։ Չէ՞ Բել։ Հոգնած եմ, թող մնա վաղը։ Հետաքրքիր է, ինչ եք անում, որ տենց հոգնում եք։ Այն ժամանակ դու նստած գրում էիր, գիտեի։ Իսկ հիմա ինչ որ գնում գալիս եք։ Իսկ այլ է, որ ես դրա մասին իմանամ։ Մարկ, իրոք հոգնած եմ, ուզում եմ քնեմ։ Թող մնա վաղը։ Հաջողություն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Այսօր աշխատել ես։ Չէ, այսօր չեմ հասցրել, մենակ երեկվա արածն է։ Քո գրած նյութն եմ կարդացել, որ ասել էիր։ Իսկ համակարգիչը բացել ես։ Չէ, Բելա։ Բաբա։
Կամ ես, կամ դու, ելով։ Այս տանը ուրվականներ չկան։ Հուսով եմ։ Սով ջան, Գորոնոր ասաց, դու իմ 1000 տարվա ընկերուհին ես։ Ես անգիր գիտեմ դու ինչ ես սիրում ուտել։ Ոնց ես ամեն ասածս թարս հասկանում ու ամեն գիշեր երդվում, որ դուրը փակել ես։ Չեմ հասկանում ուր ես տանում խոսակցությունը։ Ի տարբերություն քեզ ես ահավոր անհանգիստ եմ։ Տանից դուրս գալուց առաջ 40 անգամ ստուգում եմ դուրը, փակել եմ թե չէ։ Եթե դուրս գալուց արդյոք եմ անում, անպայման նկարում եմ, որ ճանապարհին եթե կասկածեմ, բացեմ նայեմ, անջատել եմ թե չէ։ Մեկը բան չեմ հասկանում։ Ես փակ եմ թողել դուրս գալուց առաջ։ Իսկ դու ասում ես, որ չես մոտեցել։ Իսկ կարող է պատահաբար Մարկին տանը մենակ ես թողել։ Չէ, Բելլա։ Ես ու Գորը մի պահ դուրս ենք եկել։ Ու եթե հաշվի առնենք, որ Գորի միջոցով Մարկին փոխանցել ես, որ ես ընկեր ունեմ, Մարկը հավանաբար համակարգչիս մեջ նամակներ է կարդացել։ Իսկ մենք գաղտնաբար չունենք, որովհետև ինչ-որ մեկը 4 տար չի հիշում։ Բելլա, ես արդեն սկսում եմ վախենալ։ Բալյանենց մասին ամբողջ ինֆորմացիան համակարգչի մեջ է։ Էնորն է պլակատն է տեսել։ Ու եթե հիմար չի, իրար կգումարի ու կսկսի կասկածել։ Իսկ դա ինձ հիմա ընդհանրապես պետք չի։ Սուս։ Եթե ուզում ես ասես, որ հիմար է, ուզում եմ քեզ հիշացնեմ, որ նման հարցերում քեզանից ուշադիր է։ Դե ապրես դու։ Մանավանդ հիմա, որ Բալյանը կասկածում է, Դավիթն էլ ինչ-որ տարօրինակ հարցեր էր տալիս։ Մարկն էլ մտել է համակարգչից մեջ։ Բելլա, բայց դու մի տեսակ շատ լարված ես։ Կարող է էլի ինչ-որ բան է եղել։ Հա, եղել է։ Ու շատ վատ բան, բայց հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև ի վիճակի չեմ։ Ու մի բան էլ կա։ Չի ուզում քեզ ասել, որ չվախենաս։ Սա գտել եմ մեր բակից։ Սա ոչ իմն է, ոչ քոնը։ Կարող ենք հիմա մտածել, որ կամ Մարկինն է, կամ Գորին է, ու իրանք են շուռ տվել մեր աթոռները։ Բայց պետք է ավելի զգոն լինել ու հասկանալ, որ գուցե մեզ գտել են ու վախացնում են։ Հիմա չպիտի մոռանանք ինչի համար ենք տեղափոխվել Պեստուն Սոֆա։ Ես մեկը չեմ հասկանում, աղջիկներին ինչի չենք ասում։ Ուղեղից մեջ չի տեղավորվում, մարդուն թաքուն փրկելը ո՞րն է։ Մարկ հաստատ ամեն ինչ նորմալ է։ Նենց բան չես անում, չէ՞ որ վերջում իմանալու եմ ու դուրս չգա։ Գոր ես այնքան խնդիրներ ունեմ։ Չես էլ կարա պատկերացնես։ Ու այդ ամեն ինչը թողած Բելայի հետևից եմ ընկել։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ մի հատ էլ դեպորտացիայի նամակ եմ ստացել ու հիմա չգիտեմ ինչ եմ անելու։ Բա ինչի՞ չէիր ասում։ Լավ, ես քեզ հիմա համար կտամ։ Զորաբյան լավ, emigration հարցերով են զբաղվում, իրանց գործի մեջ է լավագույններից են։ Կզանգես, կասես խնդիրդ հաստատ կօգնեն։ Կօգնեն որ։ Մարկ, ես քեզ պատահական համար չեմ տա։ Ուր։ Դավիթը որ գա կասես քաղաքից դուրս եմ։ Հա բայց կոնկրետ ուր։ Սևան։ Այսինքն Սոֆայական չի ուր։ Ուղղակի եթե հիմա գա պետք է ինչ-որ բան բացատրեմ, որին պատրաստ չեմ։ Հիմա ավելի լավ է ես գնամ քշեմ մի քիչ հանգստանամ, դու էլ իրան ճանապարհի, հետո կգամ։ Կարևոր որոշում ունեմ կայացնելու։ ինչ որոշում։ Կգամ կասեմ։ Փակել եմ։ Հաստատ փակել եմ։ Ես էլ քեզ ապացույց, Բելլա ջան, թե սրանից հետո ոնց են այս դռները բացվում, Աստված գիտի։
Բարի երեկո։ Բարի երեկո։ Լևոն տանը չի։ Ասել է որ չի գալու։ Կներեք։ Ես էլ քեզ էի զանգում։ Դավիթ, դու ես իմ հետևից գալիս։ Ինչ ես խոսում։ Ասում եմ դու ես հիմա իմ մեքենայի հետևից գալիս։ Ես ձեր տան դիմաց եմ հիմա, Բելա։ Ասա։ Ո՞վ է գալիս քո հետևից։ Էլ ոչ մեկ։ Հիմա դու որտեղ ես, Բելա։ Չգիտեմ, Դավիթ։ Ինչ։ Հեռախոսս անջատվում է։ Մեքենաս չի աշխատում, ես էլ կոնկրետ չեմ հասկանում որտեղ եմ։ Հենց հիմա լոքեյշն ուղարկի ինձ։ Դավիթ, հեռախոսս անջատվում է, ասում եմ լար չունեմ։ Դրա համար էլ ասում եմ շատ արագ լոքեյշն ուղարկի։ Հիմա անջատում եմ, որ ուղարկես։